Որոգինեսը պատկանում է մարդկության մեծագույն անձնավորությունների թվին։ Նա հին եկեղեցու ամենաբեղմնավոր գրողն է։ Եղել է Ալեքսանդրյան ոգեկան-մշակութային մթնոլորտի հարազատ զավակը և գործել այնպիսի մի ժամանակ, երբ փիլիսոփայության մեջ սնվում էր նոր պլատոնականությունը Պլոտինի միջոցով, երբ կրոնական փնտրտուքների շրջանակում Երևան են գալիս շեշտված ճգնողական տրամադրություններ, հակումներ, իսկ եկեղեցու ծոցում իշխում էին երկու աստվածաբանական ուղղություններ՝ ավանդականը Իրենիոսով և Հիպպոլիտոսով և ոչ ավանդականը Ղմես Ալեքսանդրացիով և Տերտուղիանոսով։ Ղմես Ալեքսանդրացին իր ողջ աշխատանքով փորձեց ընդգծել փիլիսոփայության կարևորությունը քրիստոնեության համար, այլ խոսքով ասած, թե որքան կարևոր էր քրիստոնեությունը բացատրել իր ժամանակի լեզվով։ Այս գործը շարունակում է Որոգինեսը, որը փիլիսոփայությունը ներառելով քրիստոնեության մեջ փորձել է հասնել հավատքի փիլիսոփայական հիմնավորմանը։ Մինչ Իրենիոսը, Տերտուղիանոսը, Կիպրիանոսը զբաղվում էին հիմնականում այն խնդիրներով, որոնք առաջանում էին իրենց ժամանակի թելադրանքով, Որոգինեսը փորձում է ստեղծել սիստեմատիկ աստվածաբանություն, հանդես գալով իբրև մեծ քրիստոնյա փիլիսոփա։ Նա գրեթե իր ողջ կյանքը նվիրել է Սուրբ Գրքի ուսումնասիրությանը, քննական տեքստի կազմություն, լուծմունք, ճառեր, մեկնություններ։ Նա Սուրբ Գրքի նկատմամբ ցույց է տվել չափազանց մեծ նվիրում, պաշտամունքի աստիճան։ Նրա համար Սուրբ Գիրքը մարմնացած լոգոսն էր, Տիրոջ ներկայությունը աշխարհում։ Որոգինեսը համարվում է Սուրբ Գրքի տեքստի քննական ուսումնասիրության հիմնադիրը։ Որոգինեսի մասին սկզբնաղբյուրները պահպանել են ավելի շատ տվյալներ, քան նրանից առաջ ապրած բոլոր հեղինակներինը միասին վերցված։ Ամենակարևոր սկզբնաղբյուրներն են Պամփիլոսի ջատագովություն Որոգինեսի, Եվսեբիոս Կեսարացու եկեղեցական պատմության Զ գիրքը, Հերոնիմոսի նշանավոր մարդկանց մասին և 44 նամակը, Փոտի գրադարանը, Գրիգոր Սքանչելագործի ներբողական խոսք Որոգինեսին, ինչպես նաև իր իսկ գործերը։ Ծնվել է քրիստոնյա ընտանիքում 185 թվականին Ալեքսանդրիայում։ Նախնական կրթությունը և Սուրբ Գրքի ծանոթությունը ստացել է իր հոր քերականության ուսուցիչ Լեոդինոսի դպրոցում։ Հավանաբար աշակերտել է Պանտենեոսին և Ղմես Ալեքսանդրացուն։ 202 թվականին Սեպտիմոս Սևերոսի հալածանքների ժամանակ Որոգինեսի հայրը ձերբակալվում է և նահատակվում։ Որոգինեսը ցանկանում է հետևել հորը և նրա հետ նահատակվել։ Մայրը թաքցնում է նրա հագուստները։ Ամոթը մերկ դուրս գալու հաղթում է նահատակության փափագին և պահպանում է 17-ամյա պատանու կյանքը։ Հոր մահից հետո ընտանիքի հոգսը ընկնում է նրա ուսերին։ Հակառակ դրան շարունակում է իր ուսումը Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցում, մի ազնվափայլ տիկնոջ նյութական օժանդակությամբ։ 206-ից 210 թվականներին զբաղվում է ուսուցչությամբ, նախ անձնական նախաձեռնությամբ, ապա Դիմետրիոս եպիսկոպոս Ալեքսանդրացու կարգադրությամբ տեղի աստվածաբանական դպրոցում։ Նա շատ պարզ էր ապրում, ժուժկալ էր կյանքով։ Իր աշակերտներից ուսման վարձ չէր առնում, իր ապրուստը հոգում էր ձեռագրեր արտագրելով, քնում էր գետնին։ Սխալ հասկանալով Մատթեոսի Ժ.12 հատվածը իրեն ենթարկում է ներքինիության։ Շուրջ 210 թվականին Պլոտինի հետ միասին աշակերտում է ժամանակի նշանավոր ուսուցիչ Ամոնիոս Սակային։ Միաժամանակ շարունակելով իր ուսուցչությունը աստվածաբանական դպրոցում այն բաժանում է երկու բաժնի։ Առաջին բաժինը վստահում է իր աշակերտ Հերակլասին, իսկ բարձրագույն բաժնում դասավանդում դիակլետիկա, ֆիզիկա, մաթեմատիկա, երկրաչափություն, աստղագիտություն, փիլիսոփայություն և աստվածաբանություն։ Նրա հռչակը շուտով տարածվում է Եգիպտոսի սահմաններից դուրս, մինչ նրան աշակերտում էին ոչ միայն քրիստոնյաներ, այլ նաև հեթանոսներ և հրեաներ։ Այցելում է Հռոմ, որտեղ ունկնդրում է Հիպպոլիտոսին, 225 թվականին այցելում է Արաբիա, 229-ից 30 թվականներին հավանաբար իր երկերի հարուցած թոհուբոհից խուսափելու համար մեկնում է Պաղեստինի Կեսարիա, որտեղ թեև աշխարհական տեղի Թեոկտիստոս և Երուսաղեմի Ալեքսանդր եպիսկոպոսների թույլտվությամբ և հովանավորությամբ քարոզում է եկեղեցիներում։ Ալեքսանդրիայի Դիմիտրիոս եպիսկոպոսը իր դժգոհությունն է հայտնում այս կապակցությամբ և Որոգինեսին հանձնարարում վերադառնալ։
231 թվականին նա վերադառնում է Ալեքսանդրիա։ Ալեքսանդր Սևերոսի մոր Յուլիա Մամեայի հարավերով ձմռանը այցելում է Անտիոք։ 231-ից 232 թվականներին Դիմետրիոս Ալեքսանդրացին Որոգինեսին ուղարկում է Աթենք, պայքարելու հերետիկոսների դեմ։ Այս ճամփորդությունը ճակատագրական է լինում Որոգինեսի համար։ Ճանապարհին Պաղեստինի Կեսարիայում տեղի Թեոկտիստոս եպիսկոպոսի կողմից ձեռնադրվում է քահանա, առանց Դիմիտրիոսի արտոնության։ Մի բան, որ Ալեքսանդրիայում առաջ է բերում անբարյացակամ կեցվածք Որոգինեսի դեմ։ Դիմիտրիոսը կարգալույծ է հռչակում Որոգինեսին, պատճառաբանելով հիմնականում նրա ներքինությունը։ Իրականում Դիմետրիոսի այս քայլը ուղղված էր պաղեստինյան եպիսկոպոսների դեմ։ Ի պատասխան այդ քայլի, ինչպես Պաղեստինի, այնպես էլ Արաբիայի, Փյունիկիայի և Հունաստանի եպիսկոպոսները անտեսում են Ալեքսանդրիայի եպիսկոպոսի որոշումը։ 234 թվականին Որոգինեսը Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոց հանձնում է Հերակլասին և մեկնում Պաղեստինյան Կեսարիա, որտեղ արժանանում է փառավոր ընդունելության և հիմնում է նոր դպրոց։ Այդ դպրոցի շրջանավարտներից է Սուրբ Գրիգոր Սքանչելագործը։ Կեսարիայի դպրոցում Որոգինեսը շարունակում է իր գործը փիլիսոփայական նախապատրաստում քրիստոնեության ընկալման համար, Սուրբ Գրքի մեկնություն, աստվածաբանություն։ Իր աշակերտներից Ամբրոսիոսի նյութական օժանդակությամբ 234-ից 250 թվականներին գրում է բազմաթիվ մեկնողական և ջատագովական երգեր։ Որոգինեսը ձերբակալվում է 250 թվականին Դեկոսի հալածանքների ժամանակ։ Նա համարձակորեն խոստովանում է իր հավատքը։ Թեև չի նահատակվում և ազատվում է բանտից, սակայն նրա տքնաջան աշխատանքները և բանտի չարչարանքները արդեն թուլացրել էին իր մարմինը։ Մահանում է 253-ից 254 թվականներին Փյունիկիայի Տիրոս քաղաքում։ Եփիփան Կիպրացին ասում է, թե Որոգինեսը գրել է 6000 երգ։ Հերոնիմոսը, որ տեսել է Եվսեբիոս Կեսարացու կազմած ցանկը, ասում է, թե դրանք շուրջ 2000-ն են, ընդ որում հիշում է 800-ի անունները։ Անշուշտ, այստեղ պետք է նշել, որ առանձին գործեր է համարում ճառերը և պրակները։ Օրինակ Մատթեոսի ավետարանի մեկնությունը համարում է ոչ թե մեկ գործ, այլ 25, քանի որ բաղկացած է 25 պրակներից։ Դժբախտաբար Որոգինեսի ստեղծագործության մեծ մասը կորել է կամ չի պահպանել հունարեն բնագրով։ Նա սկսել է ստեղծագործել 218 թվականին, 33 տարեկան հասակում։ Շատ քիչ երգ է իր ձեռքով գրել։ Երգերի մեծ մասը թելադրել է, սաղագիրները գրի են առել և հանձնել վայելչագիրներին։ Այս աշխատանքի վարձը վճարում էր իր բարեկամ և աշակերտ Ամբրոսիոսը։ Որոգինեսը վկայում է, թե ինքը ստուգել է սղագիրների աշխատանքը։ 6 սյունյակ։ Որոգինեսը համարվում է Սուրբ Գրքի տեքստի քննական վերակազմության հիմնադիրը։ Ավելի քան 25 տարի աշխատել է մի տիտանական աշխատության վրա, որի նպատակն է եղել սրբագրել Սուրբ Գիրքը և կազմել քննական սրբագրված տեքստ, որպեսզի կարողանա վերականգնել հին կտակարանի Յոթանասնիցի նախնական օրինակը և հատկապես որպեսզի կարողանա ցույց տալ այդ տեքստի մաքրությունը, 6 սյունյակներով համադրել է եբրայական տեքստը հունատար, Ակյուղասի թարգմանությունը, Յոթանասնիցը, Թեոդոտյոնի թարգմանությունը։ Որոշ դեպքերում սյունակները 4-ն են, այլ դեպքերում 7 կամ 8, համաձայն այն թարգմանությունների, որ օգտագործել է Որոգինեսը։ Նրա քննական աշխատանքը իր արտահայտությունը գտել է 5-րդ սյունակում, որտեղ օբելիսկի նշանով նշվում են այն բառերը, որոնք բացակայում են եբրայական բնագրում, մինչ այն բառերը, որ բացակայում են Յոթանասնիցում և ներմուծել է այլ թարգմանություններից, նշել է աստղանիշով։ Որոգինեսի այս տիտանական երգի մի փոքրիկ մասն է միայն պահպանվել։ Մեկնողական։ Որոգինեսը մեկնել է ողջ Սուրբ Գիրքը։ Նրա մեկնողական երգերը բաղկացած են լուծմունքներից, Սուրբ Գրքի խրթին հատվածների բացահայտություն, ճառերից և մեկնություններից։ Լուծմունքներ։ Հերենիմոսը հիշում է ելքի, Ղևտացվոցի, Եսայու, Սաղմոսած 1-15 գլուխների, Ժողովողի,
և ըստ Հովանու ավետարանի լուծմունքները, սակայն դրանցից ոչինչ չի պահպանվել։ Ճառեր գրված 239-ից 242 թվականներին։ Այս ճառերը քարոզներ են սուրբ գրքի հատվածների վերաբերյալ արտասանված սուրբ պատարագի ընթացքում։ Ըստ Սոկրատի նա քարոզում էր ամեն չորեքշաբթի և ուրբաթ, մինչ ըստ Որոգինեսի կենսագիր Ռուֆինոսի քարոզում էր ամեն օր։ Նրա 574 ծառերից հունարենով պահպանվել է միայն 20 ճառեր Երեմիայի գրքի մասին և 1 ճառ առաջին թագավորաց գրքի վերաբերյալ։ Ռուֆինոսի լատիներեն թարգմանությամբ պահպանվել են ճառ ծննդոցից, ճառ իլիցից, ճառ ղևտացոցից, ճառ թվոցից, ճառ Հեսու նավեից, դատավորացից, Սաղմոսագրքից։ Լատիներեն Հյուրոնիմոսի թարգմանությամբ պահպանվել են ճառ երկերքոցից, Եսայիից, Երեմիայից, Եզեկիելից, Ղուկասի ավետարանից, բոլորն էլ գրված են 239-ից 242 թվականներին։ Մեկնություններ։ Սրանք ընդարձակ մեկնողական գործեր են, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած էր պապիրուսե մի գլանակից, որով և կոչվում էին հատորներ կամ պրակներ։ Մինչ ճառերը արտասանվում էին եկեղեցում և ունեին խրատաբարոյական բովանդակություն, մեկնությունները կատարվում էին լսարաններում, ուղղված էին աստվածաբանության գիտնականներին, ունեին գիտական բնույթ և ամենայն մանրամասնությամբ անդրադառնում են բանասիրական, ծագումնաբանական, քննական, պատմական, աստվածաբանական և փիլիսոփայական խնդիրներին։ Որոգինեսի մեկնությունների 291 հատորներից պահպանվել են հունարենով 8 հատոր Մատթեոսի ավետարանի մեկնությունից, 9 հատոր Հովհաննեսի ավետարանի մեկնությունից, լատիներենով 4 հատոր երկերքոցից, 14 հատոր Մատթեոսի ավետարանի մեկնությունից, 10 հատոր առ Եբրայեցիս մեկնությունից։ Ծննդոցի մեկնություն 13 հատորներում մեկնել է ծննդոցից առաջին 4 գլուխները, ըստ Եվսեբիոսի վկայության։ Առաջին 8 հատորները գրել է Ալեքսանդրիայում, մնացյալը Կեսարիայում։ Մեկնություն Սաղմոսացի, ըստ Եվսեբիոսի վկայության, դեռևս Ալեքսանդրիայում մեկնել է առաջին 25 Սաղմոսները և առաջին Սաղմոսի մեկնության կապակցությամբ զետեղել եբրայական սուրբ գրքի կանոնը 22 անուն գրքերով։ Այս փաստը վկայում է, որ այս երկը Որոգինեսի առաջին մեկնությունն է 5 կտակարանի գրքերից։ Հերոնիմոսը հիշում է 41 Սաղմոսների մեկնության 46 հատոր, առաջին 15 Սաղմոսների և ապա մեկընդմեջ մինչև 103-րդը։ Մեկնություն Արակացի գրել է 3 հատոր, պահպանվել են հատվածներ Պամփիլոսի ջատագովություն Որոգինեսի երկում և շարք մեկնություններում։ Մեկնություն Երկերքոցի գրել է 2 մեկնություն համառոտ, որից և մի հատված պահպանվել է Ֆիլոկալիայում և ընդարձակ 10 հատորից, որի 5 հատորը գրել է Աթենքում, մյուս 5-ը Կեսարիայում։ Այս երկից ևս մի հատված պահպանվել է Ֆիլոկալիայում և բազմաթիվ հատվածներ շարք մեկնություններում։ Առաջինից 4-րդ հատորները պահպանվել են Ռուֆինոսի լատիներեն թարգմանությամբ։ Այս երկում ավելի քան մյուսներում Որոգինեսը օգտագործել է ալեգորիկ մեկնությունը։ Սողոմոնը Քրիստոսն է, հարսը մինչ ճառերում եկեղեցին է, մեկնության մեջ հոգին, որի հետ միանում է Լոգոսը։ Մեկնություն Եսայուն գրված է շուրջ 244 թվականին։ Պահպանվել են հատվածներ Պամփիլոսի ջատագովություն Որոգինեսի երկում։ Մեկնություն Ողբի պահպանվել են հատվածներ Մաքսիմոս Խոստովանողի և Պրոկոպիոսի երկերում։ Մեկնություն Եզեկիելի ըստ Եվսեբիոսի 25 պրակներից բաղկացած այս երկը սկսել է գրել Կեսարիայում և ավարտել Աթենքում։ Պահպանվել է միայն մի հատված Ֆիլոկալիայում։ Մեկնություն Երկոտասա մարգարեից հնում ծանոթ են եղել հետևյալ հատորները. Մեկնություն Օվսեի, Հովելի, Ամոսի, Հովնանի, Միքիայի, Նավումի, Ամբակումի, Սոփոնիայի, Անգեոսի, Զաքարիայի, Մաղաքիայի։ Այս 25 հատորներից պահպանվել է միայն հատված Օվսեի մեկնությունից Ֆիլոկալիայում։ Մեկնություն Մատթեոսի ավետարանի։ Սա բաղկացած է եղել 25 հատորից։ Հունարենով պահպանվել են 10-ից 17 հատորները, որոնք ընդգրկում են ԺԳ 36, ԻԲ 33 համարների մեկնությունը։ Լատիներենով պահպանվել են 12.9 հատորից մինչև վերջ։
որ ընդգրկում է ԺԶ 13 IE 63 համարների մեկնությունը։ IB33-ին հաջորդող հատվածը, որ հունարենով չի պահպանվել, ունի ինքնուրույն անվանում։ Լատիներենը հունարենի նկատմամբ ունի բազմաթիվ ընդգրկումներ։ Մի բան, որ կամ վկայում է երկու խմբագրությունների գոյության, կամ այն մասին, որ թարգմանիչը հավելումներ է արել Որոգինեսի համապատասխան ճառերից։ Մեկնություն Ղուկասի ավետարանի 15 հատորներից պահպանվել է միայն հատվածներ շարք մեկնություններում։ Մեկնություն Հովանու ավետարանի, Որոգինեսի մեկնողական լավագույն երկերից մեկն է սա։ Հնում ծանոթ են եղել 32 հատորներ, որոնցից Մյունխենի ազգային գրադարանի ԺԲԴ մի ձեռագրում պահպանվել են առաջին, երկրորդ, 6-րդ, 10-րդ, 13-րդ, 19-րդ, 20-րդ, 28-րդ, 32-րդ հատորները։ Երկու ունի մեկնողական գիտական բնույթ։ Մեկնություն Պողոսի թղթերի։ Հռոմեացված թղթի մեկնությունը գրել է Մատթեոսի ավետարանի մեկնությունից առաջ, հավանաբար 242 թվականին։ 1941 թվականին Կահիրեի մոտ գտնվող Տուրայում հայտնաբերված մի պապիրուսում պահպանվել են բնագրի 6-րդ և 5-րդ հատորները։ Հունարենով պահպանվել են նաև բազմաթիվ այլ հատվածներ։ Երկը ամբողջապես 10 հատորով պահպանվել է Ռուֆինոսի լատիներեն փոխադրությամբ։ Պահպանվել են նաև հատվածներ Պողոսի մյուս թղթերի մեկնություններից։ Ջատագովական, դավանաբանական երկեր։ Այս երկը, որը Որոգինեսը չէր ցանկացել անգամ հրապարակել, հանդիսանում է նրա ստեղծագործության գլուխգործոցը։ Այն քրիստոնեական դավանաբանության առաջին գիտական ձեռնարկն է։ Այս երկը գրի են առել իր աշակերտները։ Որոգինեսը աչքի է անցկացրել այն և օգտագործելի համարել միայն իր աշակերտների համար երկու պատճառով. Ա. Չի կարողացել բավարար չափով մշակել այն հրապարակելու համար, Բ. Կարծել է, որ խիստ դավանաբանական բովանդակությամբ այդպիսի մի գիրք ոչ բոլորի համար է։ Նրա աշակերտ բարեկամ և հովանավոր Ամբրիոսոսը, երբ տեսնում է այն, այնքան է ոգևորվում, որ հրատարակում է առանց իր ուսուցչի գիտության։ Այս երկում տեղ գտած մի շարք մտածումներ էլ պատճառ են դառնում հետագայում Որոգինեսի դատապարտությանը։ Բնագրից պահպանվել են ընդարձակ հատվածներ Ֆիլոկալիայում հատկապես Գ և Դ հատորներից և այլ հատվածներ Մարկելոս Անկյուրացու երկերում, Հուստինիանոս Կայսեր հակավորոգինեսյան հրովարտակում։ Որոգինեսի շուրջ ծավալված վիճաբանությունները ծնունդ տվեցին այս երկի լատիներեն երկու թարգմանության։ Այս քրիստոնեական աստվածաբանության առաջին ամբողջական սիստեմատիկ աշխատությունը բաղկացած է 4 հատորից. Առաջին՝ Աստծու մասին, որը ներկայանում է իբրև ոգի կամ միակ լոգոսի մասին, Սուրբ Հոգու մասին, ոգեկան էակների նախատիեզերյան արարչագործության, նրանց անկման և վերականգնման մասին։ Բ. Ներկա տիեզերքի արարչագործության խնդիրները։ Հին և նոր կտակարաններում ներկայացված աստվածների նույնության մասին, լոգոսի մարմնացման մասին, հոգու բխման մասին, հարության դատաստանի և հավիտենական երանության մասին։ Գ. Բանական էակների ազատության և ինքնիշխանության խնդիրները հոգու և մարմնի միությունից բխող բարու և չարի միջև պայքարի մասին։ Դ. Ամփոփում. Սուրբ կրքի աստվածաշունչ լինելու խնդիրների և մեկնության կանոնների մասին։ Երկի ներածությունում քրիստոնեական վարդապետության աղբյուրները համարվում են Քրիստոսի խոսքը և առաքյալների խոսքը։ Ճշմարտության չափանիշը եկեղեցական և առաքելական ավանդությունն է։ Առաքյալները ամեն ինչի մասին չէ, որ ասել են, ինչպես օրինակ հոգու հրեշտակների, սատանայի մասին և այլն։ Այդ հարցերի պատասխանները կարող է տալ գիտությունը։ Երկխոսություններ Հերակլիդասի հետ այս երկը նույնպես գտնվել է Տուրայում հունարենով Զ դարի մի պապիրուսի ձեռագրով։ Այն Որոգինեսի և Բաստրայի եպիսկոպոս Բերիլիոսի միջև հրապարակային բանավեճի արձանագրությունն է։ Ինչպես հիշեցինք, Որոգինեսի կենսագրության մեջ Արաբիայի եպիսկոպոսների հրավերով շուրջ 240-ից 242 թվականներին Որոգինեսը մեկնում է Արաբիա իբրև տիեզերական հեղինակություն ունեցող ուսուցիչ, քննելու համար Բոստրայի եպիսկոպոսի հայրաչարչար ուսմունքը։ Բանավեճը տեղի ունենում եկեղեցում եպիսկոպոսների, քահանաների և ժողովրդի ներկայությամբ։ Երկու ունի հետևյալ կառուցվածքը. Նախաբան,
երկխոսություն Հերակլիդասի և Մաքսիմոսի հետ որդու աստվածության մասին, Քրիստոսի մարմնի բնության, հարության բնույթի և այլնի մասին, խոսք հոգու բնության մասին, ի պատասխան Դիոնիսոսի հարցումի, խոսք հոգու անմահության մասին, ի բացատրություն Դիմիտրիոս եպիսկոպոսի դիտողության։ Ընդդեմ Կելսոսի այս երկը հանդիսանում է հին քրիստոնեական գրականության ջատագովական լավագույն գործերից մեկը, պահպանվել է հունարեն բազմաթիվ ձեռագրերով։ Նոր պլատոնական Կելսոսը Սուրբ գրքի և քրիստոնեության երկար ուսումնասիրությունից հետո գրում է 4 գրքերից բաղկացած հակաքրիստոնեական ճշմարիտ խոսք երկը, որը կորել է։ Երկի 3/4-ը պահպանվել է Որոգինեսի միջոցով։ Կելսոսի երկը շուրջ 70 տարի աննկատ է մնացել թե հեթանոսների և թե քրիստոնյաների կողմից, ապա ընկել է Ամբրոսիոսի ձեռքը, որը և խնդրել է իր առաջին ուսուցչին հերքելու այն։ Որոգինեսը նախ հրաժարվել է, պատճառաբանելով, թե լավագույն հերքումը լավ կրթությունն է, ապա տեղի է տվել իր բարեկամի խնդրանքին, նրան էլ նվիրելով այս աշխատությունը։ Նախ գրում է մի համառոտ հերքում, որը և դառնում է ներածություն ավելի ընդարձակ հակաճառության համար։ Այսօր երկը ունի հետևյալ կառուցվածքը. Կելսոսի մեղադրանքների ամփոփումը և դրանց համառոտ հերքումը, հրեայի Քրիստոսի մեսիականության դեմ փաստարկների հերքումը, Կելսոսի մեսիականության դեմ փաստարկների հերքումը, Կելսոսի քրիստոնեական վարդապետության և բարոյականության դեմ մեղադրանքների հերքումը, Կելսոսի հեթանոսական պաշտամունքի ջատագովության հերքումը։ Որոգինեսի ջատագովության կենտրոնական գաղափարը Քրիստոսի աստվածության ապացուցումն է։ Ստրոմատիս նմանակել է Կղեմեսի համանուն երկին, պահպանվել է միայն հատվածներ։ Ըստ Հերոնիմոսի, Որոգինեսը քրիստոնեական վարդապետության սկզբունքները հաստատել է հույն փիլիսոփաներ Պլատոնի, Արիստոտելի, Նումենիոսի և Կորնուտոսի ուսմունքներով հարության մասին։ Պահպանվել են հատվածներ Պամփիլոսի, Մեթոդիոս Օլիմպացու և Հերոնիմոսի միջոցով։ Ըստ Մեթոդիոս Օլիմպացու, Որոգինեսը կարծում էր, թե հարություն առնող մարմինը որոշ չափով է միայն նմանվելու մեր երկրային մարմնին և ոչ թե ամեն ինչով։ Բնության մասին պահպանվել է մի հատված Վիկտոր Կապիուսի միջոցով։ Բարոյական և գործնական երկեր, աղոթքի մասին։ Այս երկը պահպանվել է հունարենով, Որոգինեսի լավագույն գործերից մեկն է, հանդիսանում է պահպանված հնագույն գիտական աշխատություն աղոթքի մասին։ 3-ից 17-րդ գլուխներում խոսում է աղոթքի մասին ընդհանրապես, 18-ից 30 գլուխներում մեկնում է տերունական աղոթքը, իսկ 31-ից 34-ում խոսում է աղոթքի 4 տեսակների մասին՝ փառաբանական, գոհաբանական, խոստովանական և պատճառական։ Աղոթքը մարդու ազատ կամքի արդյունքն է, մինչ այդ կամքի բարի օգտագործումը նպաստում է Աստծու կողմից իրերի բարենպաստ կարգավորմանը, հատկապես երբ մենք աղոթակից ենք ունենում Քրիստոսին։ Ծիսական աղոթքը ուղղված է միայն Հայր Աստծուն։ Նահատակության մասին երկը գրել է քաջալերելու համար Ամբրոսիոս Սարկավագին և Կեսարիայի Պրոտոկտիոս քահանային, որոնք ձերբակալվել էին Մաքսիմինոս թրակացու հալածանքների ժամանակ։ Հորդորում է նրանց անխախտ մնալ իրենց հավատքի մեջ և քաջությամբ ընդունել նահատակության պսակը։ Որոգինեսը այս երկում արտահայտել է մի նոր գաղափար, որ կարևոր դեր է խաղացել հետագայում ճգնողական կյանքի զարգացման համար։ Նահատակությունը միայն բացահայտ կերպով չի լինում, այլ նաև գաղտնի ներքին պայքարով։ Զատկի մասին գտնվել է 1941 թվականին Տուրայում հայտնաբերված ձեռագրերից մեկում։ Չի հրապարակվել վատ պահպանված լինելու պատճառով։ Նամակներ Որոգինեսը գրել է բազմաթիվ նամակներ, և Սեբիոս Կեսարացին կազմել էր նրա նամակների ժողովածուն, բաղկացած ավելի քան 100 միավորից։ Ամբողջությամբ պահպանվել են միայն հետևյալ երկու նամակները՝ Ար Հուլիոս Աֆրիկացի, Ար Գրիգոր Սքանչելագործ։ Որոգինեսը փիլիսոփայական հակումներով հանդերձ իսկական աստվածաբան է։ Աստվածաբանության մեջ բնություն, էություն, ենթակայություն, համագոհ, աստվածամարդ և այլ տերմինների ներմուծումը արդեն բավական է, որպեսզի նա իր արժանի տեղը գրավի աստվածաբանության մեջ։ Աստված նրա աստվածաբանության հիմքն է։ Շատերը կարծում են, թե Որոգինեսը փիլիսոփայության Աստծուն նույնացնում է հայտնության Աստծո հետ։ Իրականում Որոգինեսը ոչ թե նույնացրել է,
այլ մեկն էլ ազգակից տերմիններով, մինչ Որոգինեսյան աստվածավերական քրիստոնեական է։ Աստված ըստ Որոգինեսի մեկ է, որ արտահայտվում է և հայտնվում։ Նա պարզ իմացական բնություն է, որ չի ընդունում ոչ մի հավելում կամ կցում, և որը հանդիսանում է բոլոր ոգեկան էակների սկիզբը։ Իբրև պարզ իմացական բնություն, կարիք չունի մարմնական կամ զգացական տարածության, կամ մարմնական ձևի, որպեսզի կարողանա շարժվել և գործել։ Նա անսահման է անհուն, սակայն այդ չի նշանակում առանց սահմանների, որովհետև այլապես զրկված կլիներ ինքնազգացողությունից։ Ամենակարող է, սակայն չի կարող անարդար լինել, այլապես չէր կարող Աստված լինել։ Ամեն ինչ սկսվում է նրանով և նրանով վերջանում, քանի որ նա ամեն ինչի սկիզբն է։ Մարդու միտքը չկարողանալով ընկալել Աստծուն, ճանաչում է իր Արարչի նրա ստեղծագործությունների գեղեցկությամբ։ Միակից երրորդություն անցումը ժամանակի գաղափար չունի։ Երրորդությունը հավիտենական իրականություն է և ոչ թե աստվածային տնտեսության կամ փրկչաբանության երևույթ, ինչպես որ ընդունում էին Տերտուղիանոսը և Հիպպոլիտոսը։ Երրորդության հարաբերության համար Որոգինեսը օգտագործում է 3 տերմին՝ էություն, բնություն, ենթատեքստ և ստոիկյան, ենթակա, միշտ նույն իմաստով, նրանց յուրահատուկ գոյության իմաստով։ Առաջին տերմինը, սակայն, ցույց է տալիս ընդհանուր տարրը, որին մասնակից են 3 ենթականեր, իբրև նույն համագոյի տեսակները։ Հայրը ըստ էության Աստվածը մեծ է մյուսներից։ Նա հայրն է աստվածության։ Լոգոսը երկրորդ Աստվածն է։ Նա հայր Աստծո պատկերն է, հավիտենական ծնունդ, որդի ըստ էության և ոչ թե ըստ որդեգրման, սակայն ծնունդ ոչ թե ըստ անհրաժեշտության, այլ ըստ հոր ցանկության։ Այս կասկածելի մտածումը արդյունք է գնոստիկների, լոգոսի անհրաժեշտական առաջացման գաղափարի հակադրության։ Հայրը ծնել է որդուն ոչ թե մի անգամ եղած վերջացած, այլ հավիտենաբար, հետևաբար նար չի առաջացել բաժանումով կամ անջատումով։ Ծնվելով հանդերձ, միշտ հոր մեջ է։ Որոգինեսը տարբերություն է դրել Աստծո պատկեր և ըստ Աստծո պատկերի արտահայտությունների միջև։ Որդին Աստծո պատկերն է, իսկ մարդը ստեղծվել է ըստ Աստծո պատկերի, այսինքն Աստծո լոգոսի պատկերի համաձայն։ Այս ամենով հանդերձ Որոգինեսը մերժում է որդու ենթակայությունը հոր նկատմամբ, որը մատնանշել են Սուրբ Գրիգոր Սքանչելագործը և Մեծն Աթանասը։ Հոգին աստվածային դեմք է։ Որոգինեսը շեշտել է երրորդության 3 դեմքերի ինքնությունը։ Արարիչ Աստվածը միշտ արարչագործել է։ Եթե կար մի ժամանակ, երբ չկար արարչագործություն, ուրեմն և չկար արարիչ։ Աստված երբեք չի թաքցրել իր ուժը։ Այն արտահայտել է միշտ արարչագործելով և հայտնվելով, քանի որ լինելով կատարյալ սեր, միշտ ցանկացել է իր կողքին ունենալ էակներ, որոնց վրա տարածեր իր սերը։ Քանի որ Աստված հավիտենապես արարչագործում է, չի եղել մի ժամանակ, երբ չի եղել աշխարհը։ Որոգինեսի այս պնդումը չի նշանակում, թե մի կոնկրետ աշխարհ հավիտենական է, այլ թե այս աշխարհից հետո էլ պիտի լինեն այլ աշխարհներ։ Այդ աշխարհները, սակայն, միմյանցից տարբեր են և փոփոխական։ Մարդկային պատմությունը ունի իր նշանակությունը, սակայն մի պարզ դիպվածք է նախաաշխարհային և հետաշխարհային զարգացման սխեմայի մեջ։ Նաև ստեղծել է ոգիների, բանական և ազատ կամք ունեցող էակների աշխարհը։ Սրանք անմահ են, քանի որ ստեղծվել են ի սկզբանե և գոյատևում են Աստծո հետ։ Ապրելով առաջին աշխարհում, շարունակում են ապրել նաև հաջորդ աշխարհներում։ Այս էակները ըստ բնության ոչ բարի էին, քանի որ միակ բարին Աստված է, և ոչ չար, քանի որ չարիքը անգո է, իսկ նրանց բնորոշ հատկանիշը ազատ կամք ունենալն էր։ Տարբերակելով բարիքը և ոչ բարիքը, նախընտրում են երկրորդը, որով և ստեղծվում է զգայական աշխարհը, իսկ նախկին էակները փոխվում են հրեշտակների, սատանաների և հոգիների։ Հետևաբար մեղքը նախաաշխարհային երևույթ է։ Առաջին աշխարհի էակները հեռացան Աստծուց, որով և ընկան մեղքի մեջ։ Նրանցից մեկը սատանան հեռանում է Աստծուց և մերժվում Աստծո կողմից։ Մյուսները հետևում են սատանային։
բացի նրանից, որ կազմում է Քրիստոսի հոգին։ Հետևաբար չենք կարող խոսել ադամական ժառանգական մեղքի մասին, քանի որ ամեն հոգի ունի մեղքը իր մեջ, որովհետև ինքն է մեղանչել աշխարհից առաջ։ Հոգիները գոյություն ունենալով այս աշխարհից առաջ մեղանչելով ստանում են մաշկեղեն պատկեր, որի մեջ ամփոփվում են մեղքի հետ միասին, որով և առաջանում են մարդիկ։ Հրեշտակները և աստղերը, որոնք շատ քիչ էին հեռացել Աստծուց, ստանում են ավելի նուրբ, եթերային մարմիններ, մնալով Աստծո ծառայության մեջ։ Իսկ Աստծուց ամենաշատ հեռացողները, սատանաները, նույնպես ստանում են մարմիններ, որոնք սակայն տեսանելի չեն իրենց մթության, սևության պատճառով։ Ներկա աշխարհը ստեղծվել է իբրև էակների պատժի մաքրման վայր։ Բոլոր էակները պիտի փրկվեն, ոմանք այս, ոմանք հետագա աշխարհներում, և դարձյալ պիտի վերադառնան իրենց նախնական վիճակին, ապա կհաջորդի Քրիստոսի երկրորդ գալուստը և մարդկանց հարությունը, որոնք ոգեկան մարմիններով կհետևեն Քրիստոսին դեպի երկնային աշխարհ։ Այս վերականգնումը չի նշանակի աշխարհի վերջը, որովհետև կծնվի այլ նոր աշխարհ։ Քրիստոսը մեղքերի մաքրման դյուրության համար աշխարհ եկավ։ Քրիստոսի հոգի միակ էակը, որը կապված մնաց Աստծուն և չմեղանչեց, կապը դարձավ Լոգոսի և Քրիստոսի մարմնի, որով առաջացավ Աստվածամարդը։ Քրիստոսի երկու բնությունները ոչ թե պարզապես հարաբերվում են միմյանց հետ, այլ միանում և կազմում են մի ամբողջություն։ Քրիստոսի մարմինը մարմնացման առաջին վայրկյանից իսկ մասնակից, հաղորդակից է դառնում Լոգոսի աստվածությանը։ Քրիստոսի խոսքով և գործով ուսուցանում է ճշմարտությունը։ Իր մահվամբ փրկագին է տալիս սատանային և զոհ Աստծուն։ Փրկության համար սակայն կարևոր է ամեն մեկի անձնական մեղքից մաքրվելու պայքարը։ Եկեղեցին քրիստոնյաների հավաքավայրն է, սրբերի ժողովը, Աստծո հասարակությունը և պետությունը աշխարհի վրա, պետություն պետության մեջ և աշխարհ աշխարհի մեջ։ Այն Քրիստոսի միստիկ մարմինն է։ Եկեղեցուց դուրս չկա փրկություն, որովհետև միայն եկեղեցին է պահպանում հավատի կանոնը։ Սրբագործման համար անհրաժեշտ միջոցներ են մկրտության և զղջման խորհուրդները։ Սուրբ հաղորդությունը Քրիստոսի արյան զոհաբերման խորհուրդը ունի, իսկ մատուցվող հացը գոհաբանական աղոթքով դառնում է մարմին սուրբ, որ սրբացնում է այն ամբողջ զգացումներով ընդունողներին։ Փոխաբերաբար հացը Լոգոսն է, որ սնում է հոգուն։ Որոգինեսի տեղը եկեղեցում։ Որն է Որոգինեսի տեղը եկեղեցում, կամ ավելի ճիշտ, որևէ տեղ ունի Որոգինեսը եկեղեցում։ Այս հարցը տալիս են գրեթե բոլոր ժամանակակից հայրաբանները, որոնց առջև կանգնում է մի հսկա անձնավորություն, առանց որի դժվար է պատկերացնել դավանաբանական աստվածաբանության և Սուրբ գրքի ուսումնասիրության զարգացումը, և որը սակայն դատապարտվել է 5-րդ կոչված տիեզերական ժողովում Հուստինիանոս կայսեր հրովարտակի համաձայն։ Եկեղեցին մի կողմից սիրել է նրան, մյուս կողմից դատապարտել, մի կողմից ընթերցել է նրան, մյուս կողմից կորստյան մատնել նրա գրական ժառանգությունը։ Որոգինեսի անձի շուրջ խնդիրը սկսվել է դեռ իր կենդանության օրոք և շարունակվել ավելի քան 300 տարի։ 231 թվականին Ալեքսանդրիայում գումարված երկու ժողովները արգելում են նրան դասավանդել և կարգալույծ են հռչակում, քանի որ քահանա էր ձեռնադրվել այլ եպիսկոպոսական աթոռի կողմից։ Ալեքսանդրիայի այս որոշումները չընդունեցին մյուս եկեղեցիները։ Ալեքսանդրիայի աթոռն էլ չպնդեց իր որոշումները։ 3-րդ դարի վերջին և 4-րդ դարի սկզբին Որոգինեսի դեմ դուրս եկան Պետրոս Ալեքսանդրացին, Մեթոդիոս Օլիմպացին և Եվստաթիոս Անտիոքացին։ Սրանց դեմ ի պաշտպանություն Որոգինեսի դուրս եկան Պամփիլոսը և Եվսեբիոս Կեսարացին։ Անձինք, որոնք մասնակցել են Որոգինեսյան վիճաբանություններին
կարևոր դեր չեն խաղացել եկեղեցու ավանդության ձևավորման գործում։ Այսպես օրինակ, հակավորոգինեսականներից Մեթոդիոս Օլիմպացին, Դիոդոր Տարսեցին, Ապոլինարիոսը, Թեոփիլոս Ալեքսանդրացին և Թեոդորոս Մոմսոեստացին եկեղեցու ավանդության ուղղափառ հետևորդներից չէին, իսկ Պետրոս Ալեքսանդրացին, Եվստաթիոս Անտիոքացին, Եպիփան Կիպրացին, Անաստաս Հռոմեացին և Անտիպատրոս Բոստրացին մեծ աստվածաբաններ չէին։ Գալով Որոգինեսյան բանակին նկատում ենք նույն երևույթը։ Եկեղեցու ուղղափառ ավանդությունից շեղված են եղել Եվսեբիոս Կեսարացին, Եվագր Պոնտացին, Դիդիմոսը, Սինեսիոս Պտոլեմայցին և Սոկրատը, մինչ Պոմփիլոսը, Ռուֆինոսը, Հովանես Երուսաղեմացին և Պալադիոսը աստվածաբանության մեջ իրենց խոսքը չեն ասել։ Կարևոր է այստեղ նշել, որ եկեղեցու մեծ հայրերը, եկեղեցու վարդապետները, այլ դիրք են ունեցել վերոհիշյալ հարցում։ Խոսքը մեծն Աթանասի, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Աստվածաբանի, Գրիգոր Նյուսացու, Հովհան Ոսկեբերանի, Իլարիոնի, Ամբրոսիոսի և Վիկենտիոսի մասին է։ Վերոհիշյալ անձինք լայնորեն օգտագործում էին Որոգինեսի երկերը, թեև ծանոթ էին նրա սխալներին։ Աթանասը Որոգինեսի սխալները որակում է իբրև մեծ Ալեքսանդրացու անձնական կարծիքներ։ Միաժամանակ օգտագործում է նրա աստվածաբանական նվաճումները։ Գրիգոր Նյուսացին ավելի շատ է ազդվել Որոգինեսի աստվածաբանական մտքերից, թեև մերժում է նրա որոշ հայացքները, օրինակ հոգիների նախագոյությունը։ Նույն ձևով են վարվել նաև արևմտյան եկեղեցու վարդապետներ Իլարիոնը, Ամբրոսիոսը և Վիկենտիոսը։ Հակառակ այս ամենի Որոգինեսյան պայքարը շարունակվում է և 5-ից 6-րդ դարում արդեն անհատների միջև մղվող բանասիրա աստվածաբանական պայքարից վերածվում է աստվածաբանական, որի մեջ է ներքաշվում նաև վանական խմբեր և ժողովրդական ամբոխներ, որոնք այդ հարցի հետ էին կապում իրենց ուղղափառ հավատքը և փրկությունը։ 543 թվականին Հուստինիանոս կայսրը հրովարտակով դատապարտում է Որոգինեսին և նրա ուսմունքը։ Այս հրովարտակի հիման վրա էլ Որոգինեսը և նրա ուսմունքը դատապարտվում են 553 թվականին 5-րդ կոչված տիեզերական ժողովում և ապա կրկին անգամ 6-րդ կոչված տիեզերական ժողովում։ Այս դատապարտություններից հետո անշուշտ նվազում է մեծ ուսուցչի հեղինակությունը, և նրա շատ երկեր մատնվում են կորստյան։ Սակայն Որոգինեսը չի մոռացվում, և շատերն են ընթերցում ու օգտագործում նրա երկերը, ընդունելով դրանք ընդունելի կամ անվնաս։